Հարգելի ուսանողներ, եկեք մենք անցնենք հաջորդ գլխին, մատրիցային հաշվարկներ տարածություններում։ Նայեք, այս մինչև հիմա մեր անցած դասընթացը այսպիսի ոնց որ երկճյուղված իրավիճակում, չէ, թեմաների եւ օգտագործած մեթոդների առումով։ Մենք կամ մեր թեմաները հիմնականում հենվում էին մատրիցային տերմինոլոգիայի վրա, ասենք անցնում էինք տարական գործողություն, աստիճանաձև տեսք, բերված աստիճանաձև տեսք, գագաթ, ռանգ, այդպես, կամ էլ տարածության հետ կապված տերմինոլոգիա էինք անցնում, այսինքն անկախություն, բազիս, չափողականություն եւ այլն։ Եվ այդ երկուսի կապը դեռ այդքան էլ ակնհայտ չի։ Ոնց որ ձեր մոտ կարծես մի պահ այսպես թվաց, որ հենց որ այն պահին, երբ որ մենք անցանք абստրակտ վեկտորական գծային տարածություն, կարծես թեման փոխվեց, առարկայի բնույթը էապես փոխվեց։ Ոնց որ մեր առարկան ոնց որ մի գետի հունով էր գնում, հետո մի հատ նոր հուն էլ ավելացավ։ Հիմա մենք այն տեղում ենք գտնվում, որտեղ այս գետի երկու հուները այսպես միանում են իրար եւ մի գետ է դառնում, այդ երկու հասկացությունները միավորվելու են իրար։ Օրինակ անցել ենք, չէ, անկախություն, կախվածություն, բայց կամայական վեկտորների համար ձևը չգիտենք, չէ, որոշել տվյալ վեկտորները անկախ են թե կախված են, կամ անցել ենք բազիս, բայց կամայական տարածության համար գիտենք արդյոք ձև, ոնց գտնենք բազիս։ Այդպես շարունակ։ Մենք պատրաստվում ենք այդ երկու գետերը, մատրիցային գետը եւ абստրակտ տարածության տերմինոլոգիայի գետը միացնել իրար։ Տեսեք, այդ միացումը ոնց է կամած սկսվում։ Հələ վեկտորների համակարգերը, վեկտորների համակարգից ստանանք մատրից։ Ոնց։ Ենթադրենք V1, Vm վեկտորներն են տված։ Հələ պարզագույն դեպքում սկսենք, երբ որ իր դեպքերը տեղ են ունենում Fn տարածությունում։ Սա այն պրիմիտիվագույն դեպքն է, երբ որ վեկտորների ուրեմն կոորդինատները ուղղակի էնյակներ էին, չբարձրան չէին։ Այս դեպքում V1-ը մի հատ էնյակ է Fn-ից։ Vm-ը նույնպես մի հատ էնյակ է Fn-ից։ Մենք ունեցանք m հատ էնյակ։ Այս էնյակները, եթե վերցնեմ տակ դրեմ իրաց կոորդինատները, մի հատ m անգամ n մատրից չէ կստացվի։ Նույն ձևով մենք կարող ենք ոչ թե տակ շարեինք այս վեկտորները, այլ շարեինք սյուն։ Այդ դեպքում դուք ասեք, քանիսի վրա մատրից կստացվեր։ N անգամ ապրեք։ Ուրեմն տեսենք, որ եթե Fn-ից վերցրած m հատ վեկտորներ են, այդ վեկտորները այսպես միաձուլում ենք իրար հետ, մի հատ սենցնա հարգերով ենք դնում, մի հատ մատրիցա ստացվում, կամ էլ սենց սյունորով ենք դնում կողքի ուղղահայաց, մի հատ սենց ուրիշ մատրիցա ստացվում։ Իսկ այս դեպքը հասկանալի է, իսկ հիմա դուք ինչ իդեա ունեք, եթե մեր վեկտորները Fn-ից չլինեն, այլ ինչ-որ ուրիշ մաթեմատիկական օբյեկտից լնեն, ասենք թե V1-ը լներ, ոչ թե սա, լներ բազմանդամ, ասենք թե 3 գումարած 2x գումարած 7x քառակուսի։ Այդ դեպքում իրան չէինք կարող, չէ, վերցնեինք այս բազմանդամը եւ դնեինք ստեղ որպես տող։ Բայց ինչ իդեա կա։ Հիշում եք կոորդինատական համակարգերի թեման։ Գործակիցներով տանենք։ Ֆիքսեինք բազիս, այս դեպքում 1x քառակուսի բազիս, սրա համար դուրս գրեինք 3, 2, 7 վեկտորը եւ հենց իրան բռնեինք շարեն։ Այսինքն տեսնում եք, որ այս խոսակցությունը ընդհանրանում է։ Եթե մենք մեր վեկտորները V1-ից Vm ոչ թե Fn-ից են, այլ կամայական մի հատ n չափանի տարածությունից
գցեն ինչ որ դաշտի վրա, ապա այդտեղ մենք կոորդինատական համակարգ ենք ֆիքսում, որևէ ինչ որ իր համար բազիսով, եւ ըստ այդ բազիսի V1, E եւ այլ VM, E էնյակներն ենք գրում։ Սրանք բոլորը F n-ից են։ Եվ նախորդ քայլը կրկնում ենք։ Մենք եք օրինակներ անենք, դուք պատրաստ եք օրինակներից հետո հարցեր տալ։ Ասենք մեր Fn-ն է տված, Rn-ն է տված։ Վերցնեմ 3 հատ վեկտոր, այ սա եւ սա։ Այստեղ դեպքերը Rn-ում է կատարվում, ապա ուղղակի դրանք հարկ դասավորելով իր գլխի, մենք ստանում ենք ահա այս մատրիցը։ Ու տեսնում եք, այս մատրիցը բլոկ մատրիցի տեսքով ոնց եմ գրառել։ Գրել եմ V1 գծիկ V2 գծիկ V3 շեշտելու համար, որ այդ հարգերը բլոկների են բաժանած հորիզոնական այսպես գծելով։ Կամ էլ այդ նույն վեկտորները տեսնում եք, այս անգամ որպես սյուն եթե շարեմ, ստացվի V1 V2 V3 բլոկ մատրիցը, որտեղ գծերը սենց են դրած։ Եվ դուք ստեղից ենքով դուք պետք է հստակ վարժված լինել V1 V2 V3 այս սենց գծիկներ եթե սենց ուղղահայաց ենք դնում, միանգամից հասկանաք սա ինչ է եւ սա ինչ է։ Այլ օրինակ, F1 F2-ը, որը կարող ենք նաեւ անվանել V1 V2, ահա այս երկու բազմանդամներն են։ Նրանցից մենք կարող ենք կամ այս մատրիցը ստանալ, կամ էլ ահա այս մատրիցը ստանալ։ V1 գծիկ V2 բլոկ մատրիցը հավասար է սա։ Հələ ով է ուզում ինձ բացատրել, ինչի է ստեղ գրած 305։ Դե x-ի գործակիցը 0 է եղել, դրա համար 0։ Որտեղ F1-ում թե F2-ում։ F2-ում։ Այստեղ տեսնում եք։ Այստեղ։ Ստեղ կարող ենք համարել, որ գրած է եղել 0 անգամ x, պարզապես մենք իրան ջնջել ենք։ Հարցեր ահա այս երկու օրինակներից։ Մի քիչ էլ տարօրինակ օրինակներ։ Ստեղ ուրեմն նախ դաշտը դառածա Z7-ը, տարածությունը դարձած է մատրիցային տարածությունը։ Որպես V1, V2, V3 վեկտորներ վերցված են ահա այս մատրից վեկտորները։ Որպես բազիս, դուք հիշում եք նախորդ թեմաներից, որ այսա կարելի է վերցնել, եւ ահա այս բազիսում այս առաջի վեկտորը ինչի է հավասար 2 անգամ սա, պլյուս 2 անգամ սա, 3 անգամ սա, պլյուս 0 անգամ սա։ Այսինքն V1-ի V1-ը, որը դա նույն ինքը V1-ն է, E բազիսում ունի այս կոորդինատները։ Սրանք վերցրել եմ, դրել եմ, տեսեք, այսպես տողի տեսքով, կամ էլ սյունի տեսքով, կարելի է երկրորդ տեսքով, կամ էլ մյուս օրինակում սյունի տեսքով։ Տեսեք, ոնց որ ինչ է ստացվում։ Ստացվում է սկզբից տված էին այս 3 հատ մատրիցները, ոնց որ 3 հատ պլաստիրինի գունդ։ Մենք վերցրեցինք իրար, սխմեցինք իրար, մի հատ մեծ պլաստիրինի գունդ ստացանք, որի մեջ այս 3-ն էլ մեջը ձուլված են կան։ Այս առաջի մատրիցը, տեսնում եք, հələ ուշադիր նայենք, այս փոքրիկ կտորիկը, ու այսքան կտորիկը, եթե մենք վերցնենք, իրար դնենք տակ-տակ, կստացվի այն սկզբի մատրիցը։ Խնդրեմ, հարցեր, այս օրինակից կան արդյոք հարցեր։ Բայց մենք ինչ գիտենք, որ ոնց որ S2-2-3-0 վերջի մատրիցը որ ստացանք, հիմա ոնց հետ գանք օրինակ B1-ին, B2-ին եւ B3-ին, ինչ գիտենք, որ այդ մատրիցները նախնական 2-2-ի վրա են եղել, էլի։ Այլ ոչ թե օրինակ ինչ որ վեկտորներ են եղել։ Հա։ Տեսեք ինչա, մենք կարող ենք հետ գալ, եթե մեզ հայտնի է խնդրի կոնտեքստը։ Եթե մեզ տրված է, որ այս սենց իրավիճակ է, այդտեղից մենք կարող ենք ասել, որ գիտեք ինչ կա, վերցրեք այս 4-5-ը, որ այստեղ գրած է, գրեք սենց 4-5, հետո վերցրեք այս 5-4-6-ը, գրեք սենց 4-6, եւ ինչ որ դուք այստեղ կստանաք, դա այս մատրիցն է։ Այսինքն մենք սրան նայելով չենք գուշակում,
թե ինչ են եղել V1, V2, V3, մենք վերականգնում ենք, եթե խնդիրը մեզ կոնտեքստը մեզ հայտնի է, թե ինչ ենք անում։ Հա, հասկացա։ Հիմա եկեք մեր այս ասած պրոցեդուրայի հակառակ ուղղությամբ գնանք։ Սկզբում վեկտորների փնջից ստանում էինք մի հատ մատրից, հիմա հակառակ ուղղությամբ գնանք։ Վերցնենք մի հատ m-ը n-ի վրա կամայական մատրից I։ Ես կարող եմ իր տողերը առանձին անունները դնենք v1-ից vm։ Այս սա կլինի առաջի տողը, այս էլ կլինի m-երորդ տողը։ Սա առանձին ինքը վերցրած այս սրանք բոլորը այս fn-ից վեկտորներ չեն արդյոք։ Այսինքն ունենալով մատրիցը, մենք իրան կարող ենք այսպես նա հորիզոնական կտրտենք մասերի, ստանանք m հատ վեկտոր, կամ էլ կարող ենք կտրտենք իրան վերտիկալ u1 ու n մասերի, ստանանք n հատ վեկտոր, եւ սրանք բոլորը fn-ին պարունակելուց կլինեն։ Այսինքն հակառակ պրոցեդուրան, մատրիցը կարելի է կամ հորիզոնական, կամ ուղղահայաց կտրատել մասերի, ստանալ նոր վեկտորներ։ Օրինակ, տեսեք, այս մատրիցն է տված, մենք հորիզոնական կտրատելու դեպքում ստացանք v1, v2, v3։ Ուղղահայաց կտրատելու դեպքում, այսպես, ստացանք այն v-ի նույն նախորդ մատրիցից, ստացանք ահա այս u1, u2, u3, u4 մատրիցները։ Մտցնենք այսպիսի սահմանումներ։ Տեսեք։ Այստեղ մտցնենք այսպիսի սահմանումներ։ Եթե երբ որ այս v1, vm-ը մենք գրեցինք, իրանք գտնվում են fn-ի մեջ։ Իրանք ինչ են, m հատ վեկտոր են, մի հատ այս տարածության մեջ։ Ցանկացած վեկտորներով տարածության մեջ կարելի է իրանցով ծնված գծային թաղանթը, չէ՞, սահմանել։ Այդ գծային թաղանթը ոնց էր նշանակվում, հələ հիշացրեք։ v1, vm-ի գծային թաղանթը ոնց էին գրում։ Սփան ու իրանց եթե բազմությունը նշանակեին կեսով, էս կամ այսպես կարծիքության համար գրենք v1, vm։ Այս սփան v1, vm-ը դառնում է ինչ որ մի հատ ենթատարածություն այս fn-ի մեջ։ Այս ենթատարածությունը անուն ունի։ Այս աստեղ գրված է։ Ինքը կոչվում է A մատրիցի տողային տարածություն, որը նշանակվում է այսպես. ρ-a, ρ-ն տող բառից։ ρ-ան դա A մատրիցի տողային տարածությունն է։ Նույն կերպ այս սյուները, որ մենք վերցնեինք, սրանք այս բոլորը բնակվում են fn-ի մեջ եւ իրանց գծային թաղանթը եթե վերցնենք, կլինի սփան u1 ու n, որն էլ կոչվում է A մատրիցի սյունային տարածություն, որ նշանակվում է այսպես call A։ Նույն մատրիցի համար մենք ունենք երկու հատ տարածություն սահմանված, իր տողային տարածություն եւ իր սյունային տարածությունը։ Եվ եթե մենք վերադառնանք ահա այս օրինակին, որ այստեղ մենք քննարկում էինք, հələ տեսնենք ինչ կլինի իր ρ-ան եւ call-ան։ Տեսեք, այս առաջի էտապում, այստեղ մենք վերցրել էինք այս վեկտորները, յուրաքանչյուր վեկտորը 4 չափանի էր, չէ՞, 4 չափողականության տարածության մեջից էր, v1, v2, v3-ը։ Եվ մենք գտնվում ենք v4-ի մեջ։ v4-ի մեջ մենք ունեինք այս 4 հատ 3 հատ վեկտորներ այս դրանք։ Դե նշանակում է իրանք ծնում են ինչ որ մի հատ տարածություն v4-ի մեջ։ Իդեպ հեշտ է ստուգել, ինքնուրույն փորձեք գլխի ինել ինչու, որ այս 3 վեկտորները գծորեն անկախ են։
Եթե իրանք անկախ են, ստացվում է, որ այդ ρ-ան 3 չափանի տարածություն է, այս մեր 4 չափանի տարածության մեջ։ Իսկ ինչ կկատարվի, եթե մենք col-ան նայենք, սյունային տարածությունը։ Սյունային տարածությունը ծնվում էր այս 4 հատ վեկտորներով։ Հեշտաստուգել, որ իրանք կախված են, որտեղ 3 չափանի տարածության մեջ 4 հատ անկախ չեն կարող լինել, բայց իրանց մեջ է 3 հատ անկախը կա, կարող եք հեշտությամբ գտնել ովքեր են։ Եթե 3 հատ անկախը կա, ուրեմն այդ գծային թաղանթը քանի չափանի է։ R3 3 չափանի է, չէ՞։ Այսինքն col-ան 3 չափանի վեկտոր է, 3 չափանի տարածություն է։ Բայց մենք հիշում եք, նաև անցել ենք այս 11-27 առաջադրության մեջ, որ եթե տարածության չափողականությունը n է, ապա իր մեջ n չափանի ենթատարածությունը պարտավոր է հենց ինքը իրան հավասար չէ լինել։ Այսինքն ստեղից է բխում, որ col-ան դա հենց մաքուր ինքը R3-ն է։